Նախորդ էպիզոդներին խոսեցինք թվային տարատեսակ վտանգների, կանոնների և արժեքների մասին, բայց բոլոր այդ թեմաները մի ընդհանուր կետ ունեն, մեկ հարց՝ ով ենք մենք համացանցում։ Ողջույն և բարի գալուստ Python podcast։ Ձեզ հետ կրկին Python է, ու այսօր կխոսենք վիրտուալ ինքնությունից։ Վիրտուալ ինքնությունը այն կերպարն է, որով մենք ներկայանում ենք թվային աշխարհում։ Լավ լուսանկարներ, ճիշտ բառեր, ֆիլտրած զգացմունքներ, ոչ պարտադիր սուտ, բայց գրեթե միշտ ընտրված։ Մենք ցույց ենք տալիս այն, ինչ ուզում ենք, որ ուրիշները տեսնեն։ Հոգեբանության մեջ սա կոչվում է self-presentation։ Մարդը միշտ է ինչ-որ կերպ ներկայացնում իրեն, բայց on-line հարթակում դա դառնում է խմբագրվող, ջնջվող, վերահսկվող։ Իսկ իրական կյանքում դու անհաջող կադրերի դադարներ չես դնում։ Սկզբում սա օգնում է։ Վիրտուալ ինքնությունը կարող է լինել պաշտպանիչ շերտ։ Դու կարող ես ավելի համարձակ լինել, խոսել այն թեմաների մասին, որոնցից վախենում էիր, գտնել քո մարդկանց, բայց կա նաև հակառակ կողմը։ Երբ վիրտուալ կերպարը շատ է հեռանում իրականից, առաջանում է ճեղք։ Մարդը սկսում է ապրել համեմատության մեջ։ On-line ես լավ եմ, իրականում ոչ այնքան։ Գիտականորեն սա բերում է կոգնիտիվ դիսոնանսի, ներքին կոնֆլիկտի։ Ուղեղը փորձում է պահել երկու տարբեր եսեր, ու դա էներգիա է խլում։ Շատ։ On-line դու վստահ ես, սուր, միշտ ճիշտ, օֆլայն լուռ, կասկածող, հոգնած։ Երկար ժամանակ սա պահել չի լինում։ Մեկը սկսում է փլվել։ Վիրտուալ ինքնությունը սուտ չէ, բայց վտանգավոր է դառնում այն պահին, երբ դառնում է փոխարինող, ոչ թե շարունակություն։ Երբ լայքը սկսում է չափել արժեքդ, երբ լռությունը վախեցնում է, երբ իրական զգացմունքները մնում են կուլիսներում, որովհետև սա լավ չի նայվի։ Ու ինչպես չկորցնել քեզ այս ամենի մեջ։ Առաջինն ու ամենակարևորը, քո on-line կերպարը պիտի լինի քո կյանքի մասին ինչ-որ հատված, ոչ թե ամբողջ կյանքդ։ Երկրորդը, հիշիր, որ համեմատվում ես ուրիշների մոնտաժված կյանքի հետ, ոչ իրականի։ Երրորդը, ժամանակ առ ժամանակ հարցրու քեզ. եթե սա չհրապարակեի, ես նույնքան երջանիկ կլինեի սրանից։ Հիշիր, ինքնությունը կառուցվում է այնտեղ, որտեղ քեզ տեսնում են ամբողջական, ոչ թե ֆիլտրած։ Հետևեք ձեզ ու ձեր էմոցիաներին։ Մի անտեսեք էմոցիոնալ ազդանշանները, թե on-line, թե offline, որովհետև եթե դու կորում ես քո վիրտուալ կերպարի մեջ, քեզ իրականում գտնելը ավելի դժվար է լինում։ Ձեզ հետ կրկին Python էր, ու հիշեք, էկրանի մյուս կողմում էլի դուք եք։ Կհանդիպենք հաջորդ անգամ։